Սիրելիներ, այս կիրակին կոչվում է գույնով է տարբերում մյուս կիրակիներից։ Նախորդ կիրակի կանաչ կիրակի էր կոչվում, այս կիրակի աշխարհամատվան կամ կանաչ կիրակի, այս կիրակին կոչվում է կարմիր կիրակի։ Հիմնականում հստակ բացատրություններ չկան գույների հետ կապված, գարնան հետ է կապված, կանաչությունը եւ ապա հետո կարմրության մասին է խոսքը։ Մարդիկ դուրս են եկել ավելի շատ, քանի որ բնությունը սկսել է կանաչել, ծաղկել, դուրս են եկել դեպի բնություն։ Հիմա ուրախանալու, զվարճանալու, տարբեր արարողություններ, տարբեր ուրեմն ընտանեկան հավաքույթներ, այս տեսակ։ Կենցաղային իմաստով, ասեմ, լավ։ Բայց այսօրվա ավետարանը Հովհաննեսից է, Հիսուս երևում է իր աշակերտներին Գալիլեայում։ Մենք գիտենք, որ ամբողջ այդ դեպքերը, որ տեղի ունեցան, Քրիստոս խաչվեց Հրեաստանում, ոչ թե Գալիլեայում, այլ Հրեաստան նահանգում։ Դրանք երկու տարբեր նահանգներ էին, նույն երկի երկու մասերը։ Բայց իրենք արմատներով, առաքյալները բոլորը գալիլեացիներ էին։ Գալիլեա նահանգից էին բոլորը։ Ասում է սրանից հետո Հիսուս դարձյալ իրեն հայտնեց իր աշակերտներին Տիբերիայի ծովեզերքի մոտ եւ հայտնեց այսպես. Տիբերիան Տիբերիո լիճն է, մինչև հիմա էլ կա, մեծ լիճ չէ, մի 10-12 կիլոմետր այսպես երկարությամբ, ուրեմն նաեւ կոչվում է Կափառնայումի լիճ։ Տիբերիո լիճ դա Կայսրի անունով է կոչվում։ Էլի անուններ ունի։ Այնտեղ իմիջիալոց, մինչև հիմա էլ առատ ձկներ կան, եւ կան փոքրիկ ձկներ, եւ կան մեծ ձկներ, եւ կա այն լոքո ասված ձուկը, որ իրենք չեն ուտում։ Որտեղ վրան բան չկա, այդ թեփուկներ չկան։ Եվ կան սովորական լավ մեծ ձկներ։ Ինչու եմ այսպես ասում, որտեղ առաքյալները այսօր ձկներ են բռնելու, 153 մեծ ձկներ են բռնում, շատ տավ, և հայտնվեց այսպես, ովքեր են ենտեղ ուրեմն, Սիմոն Պետրոսը, Պետրոս առաքյալն է, Թովմասը, որ կոչվում է երկվորյակ, Նաթանայելը, որ Բարդուլմեոս առաքյալն է, ցույց տալիս Ուրեմն եղան 3, որը նաև Գալիլեայի Կաննա քաղաքից էր, իմիջիալոց այդ բանի տան դիմացա, որտեղ որ բանը բազմացել են, ջուրը գինի դարձրեց Քրիստոս, դրա դիմացն է մի 100 մետր հեռու, Բարդուլմեոս առաքյալի տունը, Զեբեդեոսի որդիներն են, որը Հակոբոսն ու Հովհաննեսն են, և աշակերտներից ուրիշ 2 հոգի, որոնց անունները չի տրվում, բայց մենք կռահում ենք, որ մեկը դրանցից Հովհաննեսն է, Հովհաննես ավետարանիչը, որտեղ քիչ հետո ինքը իր անունը տալիս է։ Սիմոն Պետրոսը նրանց ասաց. գնում եմ ձուկ որսալու։ Դե իրենք ձկնորսներ էին։ Ամբողջ այս 3 տարվա ընթացքում քարոզություններ արել էին, ընթացքում եղել էր, որ ձկներ բռնել էին, բայց հիմնական իրենց գործը եղել է քարոզությունը, Քրիստոսին օգտակար լինելը։ Կարծես թե հետ են վերադառնում նախկին մասնագիտության իրենց։ Դե հիմա սպասման մեջ են, ինչ պիտի անեն, այդ մարդ ասում է գնում եմ ձուկ որսալու։ Պարզ է, որ մյուս առաքյալներն են գնալու իրեն հետ, ասում է նրան ասացին, մենք էլ են գալիս քեզ հետ։ Գնացին եւ նավակը մտան եւ այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ Իրենք բաներ, ցանցեր էին գործում, այդ ցանցերով ձկներ էին բռնում եւ չկարողացան բռնել ամբողջ գիշեր։ Երբ առավոտ եղավ, Հիսուս կանգնած էր ծովի եզերքին։ Բայց աշակերտները չիմացան, որ Հիսուսն է։ Աշակերտները չիմացան, որ Հիսուսն է։ Հիսուս նրանց ասաց. տղաներ, ուտելու բան չունեք։ Իրենք չեն ճանաչում, իրենց համար Հիսուսը պատահական մարդ է, որը որ կանգնած է լճի ափին։ Եվ հարցնում է, ուտելու բան չունեք,
նրանք պատասխանում են ոչ։ Եվ Քրիստոս ասում է. «Ուրկանը գցեցեք նավակի աջ կողմը եւ կգտնեք»։ Ուրկանը այդ ձկան ցանցն է, որը գցում են երկու կողմերից, այսպես երկար պարաներ կա, քաշելով բերում են, այդ ընթացքում ինչքան ձկներ կա, շատը լսում են այդ մի խոսքով, դրանց մեջ։ Գցեցին եւ ձկների բազմությունից չէին կարողանում այն դուրս քաշել։ Ձկները արդեն շատ ձկներ են լսվում մեջ։ Այն աշակերտը, որին Հիսուս սիրում էր, տեսեք Հովհաննես Ավետարանի ինքը իր մասին է խոսում, այո։ Հովհաննես Ավետարանի ամենափոքրն էր, իրեն շատ են սիրում բոլորը եւ նաեւ Հիսուս։ Դրա համար ինքը իր մասին այն ժամանակ ընդունված չի եղել, որ մարդ երբ որ գիրք է գրում, իր մասին հիշատակի, որ ես եմ գրում, որ մեծամտություն չլինի, սա ընդունված է եղել եւ ոչ միայն իրենց մոտ, այլ շատ մեր մոտ եւս դարերի ընթացքում մարդիկ չեն գրել իրենց անունը եւ դա խնդիր է առաջացել իմանալու թե ով է իրական հեղինակը, բայց այստեղ կողմնակի կերպով ասում է եւ այն աշակերտը, այնտեղ ասում է, չէ, երկու հոգի անուններ չտալով։ Այն աշակերտը, որին Հիսուս սիրում էր, սա Հովհաննեսը ինքը իր մասն է խոսում, Պետրոսին ասած Տերն է, ինքը ճանաչեց։ Հովհաննեսն է ճանաչում Քրիստոսին։ Առաջին եւ Պետրոս Սարաքյալը իրենց մեջ ավակն էր տարիքով, ասում է Տերն է։ Երբ Սիմոն Պետրոսը լսեց, թե Տերն է, հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր եւ իրեն նետեց ծովի մեջ, որպեսզի լողանով մոտենա Տիրոջը։ Մյուս աշակերտներն էլ նավակով եկան, ժողովուրդ, այս ամբողջական մերկ չէ, ուղղակի այն ժամանակ ընդունված չէր, այսպես հարգարժան մարդկանց հետ հանդիպել լողած գեստով, այդպես ասեմ։ Մնացած գեստով հակավ հացեց իր վրա։ Մյուս աշակերտներն էլ նավակով եկան եւ քանի որ ցամաքից հեռու չէին, այլ 200 կանգունի չափ միայն, մի 100 մետր են ափից հեռու, մի 100 մետր քաշում էին ուրկանը ձկներով հանդերձ։ Երբ ցամաք ելան, տեսան վառված ածուխի մի կրակատեղ, մի ձուկ նրա վրա եւ հաց։ Տերը ձուկ եւ հաց էր պատրաստել, կերակուր։ Հիսուս նրանց ասաց. «Բերեք այն ձկներից, որ դուք հիմա որսացիք»։ Եվ իրենք ինչ են անում, քաշում են, այստեղ սկսում են հաշվել, մեծ ձկներ են լինում, 153 մեծ ձկներով։ Թեև անչափ բան կար, բայց ուրկանը չպատրվեց։ Հիսուս նրանց ասում է. «Եկեք, ճաշեցեք», հրավիրում է ճաշի։ Կերակրում է իրենց եւ իրենց հետ սնվում է պարզեն։ Եվ աշակերտներից ոչ ոք չէր համարձակվում հարցնել, թե դու ով ես, որովհետև գիտեին, որ Տերն է։ Իրենք էլի այսպես զարմացած, ապշած, մի քիչ վախով այս վիճակների մեջ էին, գիտեին Տերն է, որը որ նոր կարգավիճակում է հայտնվել, հարություն առած եւ շփվում է իրենց հետ։ Եկավ Հիսուս, առավ հացը եւ տվեց նրանց, նույնպես եւ ձուկը։ Եվ ասում է, սա երրորդ անգամն է, որ Հիսուս երևաց իր աշակերտներին մեռելներից հարություն առնելուց հետո։ Սա Զատկից հետո, Զատկի կիրակին չհաշված, սա երրորդ կիրակին է։ Դրա համար այսպես հայրերը այս օրերին դրել են այս գրվածքները, որ մենք ընթերցենք։ Եվ այստեղ էլի այսպես կընթերցեմ Հիսուսի եւ Պետրոսի խոսակցությունը ու դրանով փորձենք մեր միտքը իմի բերել կամ ավարտել։ Երբ ճաշեցին, ճաշից հետո պարզ է, Հիսուս Սիմոն Պետրոսին ասաց. Սիմոն, որդի Հովնանի, սիրում ես ինձ ավելի քան դրանք։ Հիշում եք, մենք ավակ 5 շաբթի օրը երբ ընթերցում էինք ավետարանները, այնտեղ ամենտեղ գրված էր, որ Պետրոս Սարաքյալը 3 անգամ ուրացավ, բոլորը տանգիր գիտեք։ 3 անգամ հրաժարվեց, նույնիսկ երդվեց, որ ես չեմ ճանաչում Հիսուսին։ Եվ երբ ականչեց,
Պետրոսը սկսեց դառնորեն լացել եւ հասկացավ, որ ինքը Տիրոջը ուրացավ։ Պետրոս առաքյալը ինքը շատ ծանր վիճակի մեջ էր։ Առաքյալների հետ էր, բայց ինքը ուրացել էր, ինքը սխալ էր արել։ Եվ յուրաքանչյուր նորմալ մարդ, երբ որ սխալ է գործում, իր մեջ դա նստվածք է տալիս։ Ինչ պիտի արվի, որպեսզի մարդը խաղաղություն գտնի եւ կարողանա եւ ճիշտ քարոզել եւ կարողանա առողջ լինել, ինչ է պետք։ Պետք է այո, որ մարդը իր միջից հանի այդ ամենը։ Պետք է ներողություն խնդրի դրա համար։ Պետք է հաշտվի նրա հետ, ում վնաս է տվել։ Պետք է հաշտվի նաեւ Աստծո հետ։ Այստեղ Աստված կամ Քրիստոս տեսնելով իր հոգեկան վիճակը այս մասին իհարկե չի խոսում, բայց Քրիստոս բոլորին ճանաչում է ներսից։ Ինքն է ասում եւ բոլորի առաջ է ասում ինքը, որպես մյուս առաքյալները եւս տեսնեն, որ 3 անգամ ուրանալուց հետո ինքը վերահաստատվել է առաքելության մեջ, նորից առաքյալ է առանց ուրացման։ Դրա համար 3 անգամ հարցնում է. Պետրոս, Սիմոնի որդի, սիրում ես ինձ առավել, քան դրանք, նկատի ունի մյուս առաքյալներին, ավելի շատ է սիրում ինձ, ավելի շատ, քան քո ընկերներին, քան առաքյալներին։ Իհարկե Պետրոս ասում է, այո Տեր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ։ Նրան ասաց, արածեցրու իմ գառներին, հովություն արա։ Դարձյալ ասաց նրան երկրորդ անգամ, Սիմոն որդի Հովնանի, սիրում ես ինձ, նա ասաց, այո Տեր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ։ Նրան ասաց, արածեցրու իմ ոչխարներին։ Նորից հովություն արա։ Երրորդ անգամ նրան ասաց, Սիմոն որդի Հովնանի, սիրում ես ինձ։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ իրեն ասաց, թե սիրում ես ինձ։ Որտեղ ինքը սկսեց կասկածել, Պետրոսը միգուցե Տերը չի հավատում իմ խոսքերին։ Ոնց որ անցյալ անգամ ասացի ու սխալվեցի, հիմա ինչ-որ մի բան գիտի Տերը, միգուցե նորից ուրանամ, նորից հրաժարվեմ կամ սկսեմ Տիրոջը ատել։ Արդեն Պետրոս առաքյալի մեջ սկսեցին կասկածներ պտտվել։ Եվ տխրեց դրա համար ինքը, որ երրորդ անգամ է հարցնում, այսինքն ինչ է անվստահ եմ, չգիտեմ եւ այլն, սխալ եմ ես խոսում, խաբեբայ եմ, ինչ եմ ես։ Ու նրան պատասխանեց, Տեր, դու ամեն ինչ գիտես, դու ինքդ ճանաչում ես բոլորին եւ գիտես, թե սիրում եմ քեզ։ Հիսուս երրորդ անգամ ասաց, արածեցրու իմ ոչխարներին։ Առաքյալների առջև ասաց, որ դու մաքրվեցիր ուրացումից։ Մենք էլ մեր կյանքում ժողովուրդ, եթե ուրացումներ ունենք, սխալներ ունենք, մեղքեր ունենք, այդ ամեն ինչը ծանրություն ու հոգու քար է մեր ներսում, այդ ամեն ինչը պատ է շարվում մեր եւ Աստծո միջև, այդ ամենը որ կա, դրանք պետք է քանդել, հավաքել, ուրիշ տեղ այսպես վերացնել, որպեսզի պատ չլինի մեր եւ Աստծո միջև։ Որտեւ Քրիստոսի եւ Պետրոսի միջև կար ուրացումը Պետրոսի, որը խանգարելու էր, որքան էլ որ մնալ, անդադ ներքին, այսպես ինքնադատաստան ասեմ, մարդը Պետրոս առաքյալը պիտի ինքն անդադ ինքնամեղադրականով ապրեր ամբողջ կյանքում։ Պետք է ուրեմն ինչ անել շուրջ, մաքրվել։ Այդ որ մաքրվում ենք, մենք ազատվում ենք։ Համար ասում եք քրիստոնյան ազատ է, ազատ պիտի լինի։ Այդ քրիստոնյան ազատ պիտի լինի մեղքերից, սխալներից, ամոթից, անուսությունից։ Այդ ամեն ինչից երբ որ ազատվում ենք, մենք դառնում ենք իրական ազատ մարդիկ։ Այլ ոչ թե ազատությունը համարվում է, երբ որ անում ենք ինչ, ամենը ինչը որ մեր խելքին փչի։ Ամեն հիմարություն, ամեն սխալ բան ազատություն չէ։ Ուրեմն քրիստոնեական ազատությունը մեր ազատ լինել սխալներից ու մեղքերից, վատ երևույթներից։ Եվ դրանից հետո
Պետրոս Առաքյալին ինչ է ասում Քրիստոս։ Ուզում է ասել, որ լավ ուրացել ես, բայց դու հավատարիմ ես մնալու։ Դու հավատարիմ ես մնալու, այլևս չես ուրանալու դու, որովհետև ես քո ապագան հիմա կասեմ, և ինքը ասում է, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գոտիդ կապում և գնում էիր ուր և կամենում էիր, սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կբարձրացնես և ուրիշները քեզ գոտի կկապեն ու կտանեն ուր չես կամենա։ Զգեստի գոտու մասին է խոսքը ժոր։ Կամ ձեռքերը պիտի ձերբակալված լինի, որ ինքը չկարողանա կապել և ձեռքերը պիտի բարձրացնի, որ իր գոտին կապեն։ Կամ իրեն արգելված պիտի լինի, այդ գոտին իրեն մոտ չպիտի լինի։ Պիտի բերեն ու կապեն ու տանեն այնտեղ, ուր որ ինքը չի ուզելու։ Չեն տանելու իրեն հարսանիք։ Կարող են հարսանիքից առաջ օգնել, զգեստավորել, հարսինել, փեսայինել, որ ինքը գնա ուրախության մասնակցի, բայց կարող են դա անել նաև, տեսել եք երևի ֆիլմերում, այդ կախաղանից առաջ կամ ուրիշ երևույթներից առաջ կապ կպում են, ազատության մեջ չէ, մեծ չի լինում տվյալ դեպքում այդ մեղադրյալը։ Սակայն երբ ծերանաս ձեռքերդ վեր կբարձրացնես և ուրիշները քեզ գոտի կկապեն ու կտանեն ուր չես կամենա։ Այս ասած նշելով թե ինչ մահով նա պիտի փառավորի Աստծուն, իր մահով Աստծուն փառք պիտի ավելացնի։ Չպիտի ուրանա ինքը հավատարիմ կմնա այլևս։ Եվ իր արյունը թափելով կհաստատի, կվերահաստատի քրիստոնեության կամ հավատքի ճշմարտությունն ու իսկությունը։ Եվ երբ այս ասաց, ավելացրեց, արի իմ ետևից, արի իմ ետևից։ Այսօր կարող ենք ինքը շատ մեծ թեմա է, բայց ուզում եմ երկու բանի վրա ուշադրություն դարձնենք, որ անուսություն չունենալ, երբ որ սխալներ ունենք, երբեմն մտածում ենք, ասում ենք, իմ մեղքը ավելի մեծ է, քան թողությունը։ Դա սխալ հիվանդագին մտածողություն է։ Այսինքն Աստված մեր պես մարդ է, մենք երբեմն մտածում ենք, թե մենք օրինակ չենք ներում շատ դեպքերում, չէ՞։ Մեր համար ներելը դժվար է։ Մտածում ենք Աստված էլ մարդը չի կարող ներել։ Աստված նայում է մեր սրտին, եթե իրական ապաշխարությունը զղջում է, Աստված ներում է։ Աստված ներում է, բայց դրա դիմաց զղջում է, ուզում տեսնել, արդյունքներ է ուզում տեսնել, որպեսզի մենք մեր արարքների կամ արածի համար իրական պատասխան տանք, որը մեր, ես քիչ առաջ ասի, նաև մեր արդյունքները, նաև մեր տրամադրության անկումը, մեր վատ մտքերը, մեր ինքնակննադատականը, ինքնամեղադրական, այս ամենը ինչը որ բացական իմաստով է անդրադառնում մեր վրա։ Սա առաջին է, լույսներդ մի կորցրեք, երբեք, Աստված միշտ սպասում է, միշտ ասում է դուռը ծեծում եմ ես, բաց արեք։ Այդ մեր դուռը միշտ ծեծում է Աստված, պիտի բաց անենք, որ Աստված կա։ Եվ մյուսը, որի վրա կուզեի ուշադրություն դարձնենք, միգուցե շատերի մտքով էլ այս պահին անցավ, թե ինչու 153 հաձուկ, դրան ինչ-որ բացատրություն ես չեմ տալիս, ոչ էլ ուշադրություն, որտեղ թիվը մեծ է ուղղակի, բայց հետաքրքիր է, իրենք ամբողջ գիշեր չեն կարողացել բռնել ձուկ, բայց ինքը ասաց, ուրկանը գցեք նավի աջ կողմը, աջ պիտի մի կողմ գցեն այդպես պատտվեն, ասում է հակառակ կողմը գցեք, ոչ թե Տերը ձկներին հավաքել էր այդ տեղ, այլ Տերը գիտեր ձկների տեղը, ժողովուրդ, Աստված ամեն ինչ գիտեր, դրա համար ասաց այդ կողմի վրա գցեք։ Մենք էլ, երբ որ աղոթք ենք անում, Տիրոջը խնդրենք, եւ նաեւ եւ մեր գործերի հաջողության համար, խնդրենք Տեր, ոնց որ առաքյալներին,
Ցույց տվեց իր ճիշտ տեղը, այդպես էլ մեզ ճիշտ տեղը կամ ճիշտ ճանապարհը, ճիշտ կերպը ցույց տուր, որ մենք ինքներս եւս կարողանանք շահել այս կյանքում։ Ինչու՞ չէ նաև նյութական առումով։ Այո, նաև նյութական առումով, եւ հոգեվոր, եւ նյութական։ Նույնիսկ եթե խոսքը տարածում եք, խոսքը քարոզում եք, այնպիսի տեղ ասվի այդ խոսքը, որ ընդունելի լինի, որ դրանից օգուտ լինի։ Եվ Աստված իմաստություն տա մենք մեր խոսքը ճիշտ տեղերում օգտագործենք, որ ինքը արդյունք տա, ինչպես սերմը, որ ընկել էր պարարտ հողի մեջ։ Այնպես որ նաև ձեր աղոթքի մեջ, աղոթների մեջ խնդրեք Տիրոջը, թող այդ ձկների տեղը ցույց տա մեր կյանքում։ Սա էր, որ ուզեցի այսօր մտածեինք նաև, վերլուծեինք, հմբռնեինք ու հասկանայինք։ Տիրոջ շնորհներով, ամեն։ Երբ դու մեզ համարձակած այն բարբարով բանարս բերանս մեր կարդալս քեզ երկնավորդ հայտ երկել եւ ասել։